Պարոն Պապիկյան, մինչև գալիս ես էլ երկար մտածում էի, թե ոնց հարցերը պիտի տանք, որպեսզի այդ գաղտնիության ռեժիմը նաև պահենք, բայց հասկացա, որ արդեն հրապարակված թվեր կան։ Հիմա առանց ակնկալելու, որ թիվ պետք է հրապարակենք, բայց ընդհանուր տվյալների մասին, եթե խոսանք, մենք այս օրենքի ընդունումից հետո ընդհանուր զինված ուժերի թվակազմում ինչ իրավիճակ ենք ունենալու։ Դա նվազում է լինելու, ավելացում է լինելու ըստ ձեր քաղաքականության, էլի դուք ինչ պատկերացում ունեք։ Երկրորդը մենք մարտական հերթապահությունում, երբ որ անցած տարի օրինակ գնում ենք մարտական դիրքեր այցելության, հիմա թվերի մասին չխոսանք, բայց ունենք թեր համալրվածություն մարտական հերթապահությունում։ Եվ ուզում եմ հասկանամ այդ հարցում ինչ տեղաշարժ ենք ունենալու, սրա հետևանքը լինելու է, որ հնարավոր է ավելի թեր համալրվածություն լինի, թե անգամ մեկու մեջ դիրքերի չպահելու խնդիր կարող առաջանա, այս ոնց է լինելու, կամ եթե ավելանալու է եւ համալրված է լինելու, այդ իմանանք, որտեվ հիմա դիմացը շուտով նաեւ հավանաբար հանձնաժողով գնալու ենք էլի մարտական դիրքեր, կտեսնենք այդ ձեր ասացի բանը ինչ կլինի։ Նաեւ 25-օրյա հավաքների համար ուզում եի հարցնել, մենք երբ որ սկսեց այս հավաքները նախ Եռամսյա էր, հետո դառավ 25-օրյա, բոլորիս համար չէինք խոսում, բայց բոլորիս համար պարզ էր, ունենք բաց տեղեր, որոնք պետք է լրացվի, եւ այդ Եռամսյա հավաքը բոլորս ըմբռնումով էինք մոտենում, որ այդ հարցը պիտի լուծի։ Հետո դառավ 25-օրյա հավաք, հիմա ուզում եմ հասկանամ մենք ինչ գնահատում ունենք, օրինակ անցած տարվա թիվը նայենք, այս տարվանը նայենք, թե քանի մարդ է մասնակցել եւ ինչ ենք պլանավորում հաջորդ տարվա, մյուս տարվա համար, ավելի մեծ թվով մարդ պիտի ներգրավենք այդ հավաքներին, թե պակաս թվով մարդ։ Եվ վերջի հարցը երկրապահի ներգրավվածությունը, հա, մենք բոլորս էլի հասկանում ենք ու չենք բարձրաձայնում, որ երկրապահի երբեմն տարիքով շատ մեծ, երբեմն շատ առողջական խնդիր ունեցող մարդկանց ներգրավում ենք, որովհետև ունենք դրա կարիքը։ Հիմա ուզում եմ հասկանամ, այդ կարիքը չկա եւ այս մարդկանց այլևս չենք ներգրավելու, թե ամեն դեպքում այդ մարդկանց ներգրավվածությունը լինելու է, հետեւաբար նաեւ կարիքը կա դրա։ Այսքանը։ Շնորհակալ եմ, խոսամ բոլոր հարցերը կմտապահեմ, բայց կոնտեքստը ընդհանուր պարզ է, ինչի մասին է խոսքը, ըստ էության մենք պիտի գնահատենք, որ զինված ուժերի հիմնական առաքելությունը նրա պաշտպանունակությունն է եւ ոչ թե մարտական հերթապահությունը։ Տարիներ շարունակ մենք շեշտը դրել ենք մարտական հերթապահության վրա, ինչը անխոս շատ կարեւոր է։ Առանց մարտական պատշաճ հերթապահության հնարավոր չի լինել զգոն, հնարավոր չի լինել պաշտպանունակ։ Բայց շատ կարեւոր է, որպեսզի զինված ուժերի հիմնական հատվածը ոչ թե զբաղվի մարտական հերթապահությամբ, որքան վատ հնչի, երբեմն պահակությամբ, այլ զբաղվի մարտական պատրաստությամբ եւ բարձրացնի իր կարողությունները։ Հիմա վարժական հավաքների նպատակը այն է, որ մեզ անհրաժեշտ է ունենալ պահեստազոր, որը ըստ անհրաժեշտության կարող է հավաքվել, պատկերացնել իր խնդիրը եւ դառնալ բանակի կարևոր բաղադրիչ։ Պիտի իրականությունից չփախչենք եւ հիշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական խնդիրներից մեկը հենց նաեւ նույն պահեստազորի ոչ պատշաճ հավաքվելու կամ հավաքվելու պարագայում նրանց ոչ մարտունակ լինելու տարբեր ու բազմաթիվ հարցեր, այդ թվում նաեւ ներդաշնակեցման բացակայությունը։ Դա չենք ունեցել։ Դե հիմա դա քանի տարվա խնդիր է, ով է դրա համար պատասխանատու, բոլորս ենք պատասխանատու կարծում եմ, որովհետեւ մենք բավարար ուշադրություն չենք դարձրել պահեստազորին, իսկ աշխարհում, եթե երկիրը կանգնում է պատերազմի առաջ, նրա հիմնական հենարանը ոչ թե ժամկետային զինծառայողներն են, այլ պահեստազորն է։ Հիմա մենք ինչ ենք անում, մենք խնդիր ենք դրել տարիների ընթացքում հնարավորինս արագ մեր ողջ պահեստազորը անցկացնել կարճ պատրաստության խողովակով եւ միևնույն ժամանակ տարածքային պաշտպանության զորքերի շրջանակներում նրանց համար հստակ դարձնել իրենց պոտենցիալ խնդիրը, ծառայության ուղղությունները։
այո, սա զուգորդվում է մարտական հերթապահությամբ։ Այո, սա կարևոր է նրանց տարածքը ճանաչելու ու ներդաշնակեցման գործում, բայց միևնույն ժամանակ սա հնարավորություն է զինված ուժերի համար ավագ սերնդի ներգրավվածության պարագայում նույն 18-ից 20 տարեկան մեր բավականին պաշտպանունակ զինուժը, որովհետև այդ տղաները բավականին ուժը ավյունը տեղներն է, իրաց պետք է պատրաստվածության հնարավորություն տալ։ Նույնը վերաբերում է նաև նույն երկրապահներին։ Հիմա մենք հնարավորություն ենք ստացել վերջին տարիներին, ունենք զորամասեր, որտեղ ժամկետային զինծառայողները ըստ էության մարտական հերթապահության չեն զբաղվում են պատրաստությամբ։ Ըստ անհրաժեշտության ես ձեզ առանձին կարող եմ այդ զորամասերի մասին ինֆորմացիա տալ։ Իմացողները նույնիսկ կարող են իմանալ, որ զորամասերի մասին է խոսքը։ Այսինքն, եթե մենք ունենք այդ հնարավորությունը, որ ոչ թե մեր զինուժը գամենք առաջնագծին 14 օրյա, այսօր արդեն մեր կարգը թույլ է տալիս 20 օրյա մարտական հերթապահության, այլ նրանց ռեսուրսը օգտագործել պատրաստվածության բարձրացման համար, ինչի դա չանենք։ Այսինքն, եթե մի անգամից կարողանում ենք լուծել բազմաթիվ խնդիրներ, պատրաստությունից, ներդաշնակեցումից, տարածքի խնդրի ճանաչելիությունից, մարդկանց բանակին կապելու, այդ թվում նաև պոտենցիալ պահեստազորին, մենք դեպքեր ենք ունեցել, հիմա էլ ունենք դեպքեր, մարդը 45 տարեկան է, երբեք վարժական հավաքի չի մասնակցել։ Սա աննորմալ երևույթ է, եւ մենք ընդհանրապես փորձում ենք սա դարձնել նորմալ, ինչը կարծում եմ, որ պիտի գնահատվի, ես ձեր խոսքի մեջ իհարկե որևէ քննադատություն չտեսա, մտահոգություն տեսա, ես ուզում եմ փարատել ձեր մտահոգությունը, ու ասել, որ սրատական հաշվարկներ, իսկ ինչ է լինելու 1.5 տարի հետո, 1.5 տարի հետո լինելու է, որ երկու զորակոչ կամ երկու զորակոչի այն հատվածները, որոնք պայմանագիր չեն կապել պաշտպան հայրենացով, պիտի զորացրվեն։ 25-օրյաները մենք տարեկան ունենք կառավարության որոշման պահաստատվում, ամեն տարվա սկզբին հաստատվում է թվականակը, 25 թվականի համար ունեցել ենք 16000, 26 թվականի համար նախատեսում ենք 20000, մեր միջինը պիտի լինի 20000։ Այսինքն 20000 պահեստազորային պիտի ներգրավի վարժական հավաքների։ Իհարկե, այստեղ կարևոր է նաև զինկոմիսարիատի պատրաստվածությունը, իրենք են մեզ ինֆորմացիա տալի, ինչքան պահեստազորային կարող են ներգրավել, եւ մենք ըստ դրա կողմնորոշում ենք։ Շնորհակալություն, պարոն նախարար, ես մի հարց ունեմ։ Արձագանք եմ խնդրում։ Պարոն Պապիկյան, ընդհանուր թվակազմի վերաբերյալ ասեք, ավելացում ենք ունենում, թե պակասում ենք ունենում, առանց թիվ հնչեցնելու, բայց բանի համար եւ երկրապահի համար ասեք, մեկ էլ եթե արձագանքի հնարավորություն էլ չեմ ունենալու, քանի որ զինկոմիսարիատներից խոսացիք, նաեւ վերջին շրջանում ինձ բազմաթիվ լուրեր են հասնում, որ զինկոմիսարիատներում բազմաթիվ սպաներ դուրս են գալիս համակարգից, դիմում դուրս են գալիս եւ փոխարենը լրացվում է անփորձ եւ ծառայությունից ոչ բանիմաց մարդկանցով, ուզում եի ասեք նաեւ այս ինչ խնդիր է, բայց այն թվակազմի ու երկրապահի Շնորհակալ եմ, վերջի հարցից սկսեմ, փորձառությունը տարբեր է լինում, նայած ինչի մեջ են փորձառում։ Դե երբեմն մարդիկ կարող են դադարեցնել իրենց ծառայությունը նաև նմանատիպ հարցերով։ Այսինքն փորձառությունը միայն դրական քողի ներքո դիտելը ճիշտ չի, որովհետև մենք գործ ունենք մի համակարգի հետ, ու գաղտնիք չի, բոլորը տարիներ շարունակ խոսել են այդ համակարգերի պրոբլեմատիկ լինելու համար, բնականաբար անհրաժեշտ է մաքրել այդ համակարգը հնարավոր կամ ռիսկային մարդկանցից, ինչը տեղի է ունենում, ու նորմալ եմ համարում դա։ Ինչ վերաբերում է թվականակին, ես նշեցի, որ տեղի է ունենալու հետևյալը, 1.5 տարի հետո երկու զորակոչ զորացրվելու է, բայց այն, որ բանակը կրճատվում է, դա իրականության հետ կապ չունի, ինչու։ Ինչ է տեղի ունենալու։ Սրա արդյունքում եւս 1.5 տարի հետո մենք նույն թվականակով մարդկանց զորակոչելու ենք բանակ, ուղղակի իրենք ծառայելու են 1.5 տարի։ Պատկերացրիք, 1.5 տարի հետո զորացրվելու է երկու զորակոչի այն հատվածը, որոնք պայմանագիր չեն կնքել։
Դրանից եւս 1.5 տարի հետո բոլոր զորակոչերը, այսինքն բոլոր 4 զորակոչը կրկին գտնվելու է բանակում, պարզապես 1.5 տարի ծառայելով։ Ոչ չի պահպանվելու, տիկին Գրիգորյան։ Բայց ասել եմ ես դրա մասին, ես հարց եմ հնչեցրել, որ խրոխտ ասում եք բանակը կրճատում են։ Մի հատ հարց եկեք թվաբանությունը այդ անտերը բարդ չի։ Պարոն նախարար, հիմա այդ առիթ է, այդ թվաբանությունը հստակ նորից հնչեցնելու։ Շատ լավ։ Չէ։ Չէ, դրա համար անհրաժեշտ է այլ հարցեր լուծել, որ դրա ժամանակը գա 1 տարի։ Շատ լավ։